Ստրասբուրգում այս շաբաթ դե ֆակտո իմպիչմենտ արվեց ադրբեջանամետ ԵԽԽՎ նախագահ Պետրո Ագրամունտը։ Նրան դեմ էին հայկական պատվիրակությունն ու բոլոր խմբակցությունները, այդ թվում նրան առաջադրած ԵԺԿ-ը։ Դուք պետք է հրաժարական տաք, պարոն նախագահող։ Ալե հոպ, եւ բյուրոյի նիստից առաջ անհետացավ Պետրո Ագրամունտը։ Չտեսնված, չլսված, եվրասկանդալիզմ։ Չեխիայի խորհրդարանն այս շաբաթ դատապարտեց հայոց ցեղասպանությունը, ինչպես անտեսվեցին թուրքական սպառնալիքները, տնտեսական կապերը եւ ինչ քննարկումներ եղան մինչեւ այդ։ Բանաձևի հետ ինչ կապ ունի Չեխիայի նախագահը, Ռոմի Պապն ու հայ համայնքը եւ ինչպես եղավ չեխական ճանաչումը։ Հայաստանն ու Լիբանանը վերալիցքավորում են հարաբերությունները, առաջիկայում Լիբանանում նախատեսվում է գործարար համաժողով։ Հիմա նոր փուլ է սկսվել, նոր էջ է բացվել Լիբանանի եւ Հայաստանի տնտեսական հարաբերություններում։ Ինչ քննարկեցին, ինչ պայմանավորվեցին եւ որ փուլում է Լիբանանյան պլանավորումը։ Արքայադուստր Դինան Հայաստանում էր քաղցկեղի դեմ պայքարի համար, բայց գտավ ավելին, քան սպասում էր։ Sharif of Mecca, Hussein bin Ali, the great grandfather of the Hashemites, when they Ինչ տեսավ Հորդանանի արքայադուստրը ցեղասպանության թանգարան ինստիտուտում, որ այդպես քարացավ, ոգևորվեց ու կանչեց օգնականին։ Բացառիկ մարդասերը, որի դեղատոմսն է վիտամին սերը։ Յուղատնտեսական սեզոնը սկսված է, ինչով եւ ինչպես է երկիրը պայքարում երկնքի դեմ։ Հիմա կոնկրետ այս պահին իսկայան չի աշխատում։ Ագրոպայքարի զինանոցը թարմացնելու կարիք կա։ Զենիթայինից անցում հրթիռայինի, մի խոսքով մեկնարկել է գյուղօպերացիա Անտիգրադը։ Հայկական շուկայում այս շաբաթ հայտնաբերվեց ադրբեջանական ծագման խնձոր, ինչպես ում կողմից վտանգավոր է, ստուգված է ուտել թե ոչնչացնել։ Պոստֆակտումի լայֆհակը խնձորային դեսանտի մասին։ Հայտնի են այս տարվա Ավրորա մրցանակաբաշխության 5 հավակնորդները, ովքեր են նրանք եւ ինչու հենց նրանք։ Փրկվողը ինչ որ ձևով պիտի մասնակցի, օգնի այն հերոսներին, այն մարդկանց, որ փրկում են ուրիշներին, որ ինքը նորին մարդկանց փրկի։ Մանու Իրիցյանը անուն առանուն ուսումնասիրել է մեր ժամանակների փրկողների շրջանը, որոնք նպաստում են Ավրորայի վերածննդին։ Իսկ վերջում հայկական նորաձևության վերջին հավաքածուն, որ գերել է Թբիլիսյան Fashion շաբաթում։